Սաֆարյան Ժորա Արայիկի 2002 թիվ։ Ուրեմն այս բոլորը Եղեգնաձորի մարզ գյուղ Քարագլուխ։ Ձեր մոտ նշեք, այս Կիրակոսյանը, Զաքարյանը, Հայրապետյանը եւ Սաֆարյանը Եղեգնաձորի մարզ գյուղ Քարագլուխ։ Այդտեղից են։ Բոլորը դոլարնի։ Ուրեմն գրում եք երկու եղբայր, Խալումյան Արթուր եւ Խալումյան Արտակ, Հենրիկի։ Խալումյան Արտակ, Հենրիկի։ Ուրեմն Արտակը ծնվել է 290697 թիվ, ուղղակի սա որպես արգումենտ, որ երկու տղեն էլ ազատված են։ 290697 թիվ սրա տարեկն անցել է, ես գիտակցում եմ։ Իսկ Արթուրը 210402 թիվ։ Այսինքն որ բացատրություն վերցնելուց քնի շեվոպերները տենան որ երկու տղա են, երկուսն էլ ազատված են, դա մրա տրվում։ 210402 թիվ Արթուրն է։ Մեր հենոյի տղեկը սա հիվանդ են։ Այո, դոլարնիով։ Այսքանը, շնորհակալություն ձեզ բարի ծառայություն։ Որոշակի մարդիկ ասում են բանը պարոն Ղուկասյան, իսկ ինչու եք զանգահարում ռազմական ոստիկանություն եւ մարդկանց քշում բանակ։ Չէ որ դա սխալ է, բանակը բանակ չէ, բանակը այսպիսին է, դա ճիշտ չէ եւ այլն։ Ես ուզում եմ պատասխանեմ նման մարդկանց։ Իսկ շատ ներողություն, այն անձինք, ովքեր որ չունեն այդ 20000, 30000 եւ այլն, եւ գնում են բանակ, փող չունեն այդում են, հիվանդ չեն գնում են, ցանկանում են գնալ եւ այլն, բա եկեք այդ մարդկանց էլ չուղարկենք բանակ։ Եկեք ոչ մեկի չուղարկենք բանակ, ասենք բանակը բարդակա, չենք գրգում։ Սաղին պոստերից իջեցնենք, զորամասերը փագենք, պլոմբենք, ինչ կա չկա ծախենք, ասենք ֆորմեկը հանեք գնացեք տուն, բանակը բարդակա։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Բանակը եթե բարդակա, ժողովրդի մեղքով։ Առաջինը։ Այն ժողովրդի, ով սրանց վերընտրեց, ով սրանց ընտրեց։ Բանակը բարդակային ժողովրդի մեղքով, որ 5000, 10000, 20000 վեկարելով, գնում էին Սերժ Սարգսյանի նման բոզի տղուն, ձեն էին տալի, այն էլ դնում էր ու ավիրում էր։ Դրա համար է բանակը բարդակ։ Եվ այդ բարդակը, ես ներկայացրել եմ իմ ծառայությունը, մեր ժամանակ էլ էր նույնը, մեր ժամանակ էլ ավելի բետար էր։ Բայց գոնե մեր ժամանակ Վազգեն կար, ում անունից շատերը կամ ոչ շատերը մի մասը զզվում է, իրաց անձնական իրավունքն է, այն ժամանակ Վազգեն կար։ Այն ժամանակ կային հրամանատարներ, որոնք որ այդ պատերազմով անցել էին, քյալեկը թափացել, եւ մենք տենում ենք, որ այս մարդիկ թուրքից չեն վախում, այն թակարակը թուրքը կնի ձեռը կուտեն։ Նույնիսկ եմ կգնում Վազգեն կար։ Մենք տեսել ենք Մոնթե, մենք տեսել ենք մեր մնացած ազգային հերոսներին, որոնք որ զոհվել էին եւ դրա համար էին ազգային հերոս ստացել, ոչ թե թողը թռել էին, եկել էին Հայաստան, դրա համար էին ազգային հերոս ստացել։ Վարդան Ղուկասյանը ինչի է զանգում եւ անուշ ապերներին շատերի մտածելակերպով փուրը տալի, որ ռազմականը գնա բռնի տանի բանակ։ Վարդան Ղուկասյանը զանգում է նրա համար, որ այն սիլոտկա ու մակարոն Էմոծածած մոմպաս միար երեխեքը, որոնք որ հիմա պոստերում են, որ այդ խեղճ երեխեքը 5 հոգու փոխարեն չծառայեն։ Ես դրանց մասին եմ մտածում։ Նայեմ ես բարեցնի, մուսկուլնի, չգիտեմ, ամեն մեկի բուդը, իմ ես ջանի չափա, բայց ասում է հիվանդ է։ Բայց ամուսնանում է կնի գաշինը, բայց հիվանդ է։ Իսկ այն երեխեն, որ անտեր դուզ բանվորի փող չունի, որ տա ազատի, պիտի գնա այդ բուղեքի համար ու բուղեքի տեղը 4, 5, 6 հոգու ծառայություն փագի։ Այդ դրա համար է զանգում Վարդան Ղուկասյանը։ Ես այս ազատվածների նկատմամբ ոչ մի բան չունեմ բացարձակապես։ Այո, ես զզվում եմ այն մարդկանցից, որոնք որ փողով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Եվ այս զանգերի ազդեցության պատճառով է, որ ուսուցչուհի Սուրեն Պապիկյանը ժուրնալը խփած ձեռը օրենք եկավ մտավ կառավարություն ու ասեց տարեկետման հոդվածները պետք է փոխենք մարդ օրը որ մի տարի ազատվում է դրանից հետո էլի գալու որ էլի ազատի պիտի ղրգեն պարտադիր բուժման բուժեն % տանեն թե չէ մի տարի ես զգում եմ որ այս հանրային ճշմանը
Վարդան Ղուկասյանի զանգերին, այս իշխանությունը չի դիմանում, այլևս, որովհետև ամենաշատ մարդիկ փողով ազատվել եւ ազատվում են այս իշխանության ժամանակ։ Այս ժամանակները սես քանակ չի եղել, կառավարությունը իր հերթին է արտասահմանյան երկրներ ուսման ուղարկելով ազատը։ Բանակի գեներալիտետն ու վայենկոմները այս ձև են ազատում, ես հեսա վայենկոմներին կծցնեմ շատ շուտով, տնով տեղով ընտանիքով, համբերեք, չի կարելի։ Եվ պիտի ինչ-որ մեկը լինի, որ սրա դեմը առնի, ոչ մի քաղաքական գործիչ, սրա մասին չի խոսում։ Ոչ մի դեպուտատ, ընդդիմադիր մի հատ գանդոն, չի հելնում, սրա մասին չի խոսում, ով ընդդիմադիր կուսակցության լիդերը, որտեվ հենց խոսա, ասենք ով խոսա, չգիտեմ, կլոն բոզի տղա, լովիկ բոզի տղա եւ այլն, հարց են տալու, ծառայել ես։ Հենց լովիկը ինչ-որ տեղ հա, այդ մեր KGB-ի զորամաս եւ այլն փախցնում բերում են, բայց դե մեն էլ վախը մա խոսա։ Ուրիշ խոսա, հենց խոսա գան բիզնեսների հետևից։ Այսինքն ամեն մեկի տակը մի քակ կա։ Երկիրը բանակով է երկիր, չկա բանակ, չկա երկիր։ Եվ ընկեր Թուրքիան որ ծցնելով աչ ու ձախ գալիս են, չի աշվինա, որ բանակ չկա։ Ալիևը որ ցած հոխորտում է, ինչի աշվինա հոխորտում, բանակ չկա։ Որ Երևանի քաղաքապետ բոզի տղեն բիզնես կլաս չէ, պերվի կլասով թռնի, մսխեն, փողեր, Snoop Dogg եւ այլն դրեն գմպստին զինվորը մարտական դիրքում 10 բողի տեղը մենակով ծառայի։ Այս դրաման եմ զանգը, որ երեխեն այդ վիճակի մեջ չընկնի։ Դուք չեք հասկանում։ Ինձ միայն կհասկանան այն մարդիկ, ովքեր որ ծառայել են բանակում եւ ծառայում են բանակում։ Ինձ կհասկանա միայն ֆորմա հակած մարդը։ Ուրիշ ոչ մեկ։ Մեկ էլ այդ ֆորմա հակած մարդկանց մայրերը, հայրերը, քույրերը եւ եղբայրները։ Ես միանշանակ համոզված եմ, որ տեսեք 207 հոգու անազգանում ես տվել եմ։ Այսինքն այս 207 հոգին մինիմում, այս մինիմում է 207-ը։ Ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանի օկտին չեն քվյարկելու։ Սրանց մայրերը, քույրերը, եղբայրները, հայրերը, տատիկները, պապիկները։ Ես 1000 ձայն շատ հանգիստ կորցրել եմ։ Շատ հանգիստ։ Ես դա գիտակցում եմ։ Բայց ես պոպուլիզմի հետևից չեմ վազում։ Ասես մարդիկ կարան ինձ ձեն չտան, որովհետև գիտեն, որ գնալու են բանակ։ Բայց ես գոնե իմ խղճի առաջ մաքուր եմ, որ արել եմ եւ պոպուլիզմով չեմ տառապում։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր բանակ ծառայած կամ բանակում գտնվող զինվոր ինձ ձեն ա տալու։ Ասելա չախպերետ են մարդներ, որ մեր մասին մտածում են լավից թե վատից։ Որ ձերը ոչ մի բան չկար, բայց գոնե վեկալամ զանգում, ասում են, «Ղախպեկին գնացեք, վեկալեք, տարեք», որ այդ մարդիկ այդտեղ պոստում պիտի լինեն 12 հոգի, բայց մնում են 5, որովհետև չկա, մարդ չկա։ Այդ երեխեքը ինձ կհասկանան, այդ երեխեքի ծնողները կհասկանան։ Ընկերները, բարեկամները, հարազատները եւ այլն։ Որ եթե մի զինվորը, որը պիտի ծառայի, մարտական ծառայություն պիտի տանի 2 ժամ, 4 ժամ հանգստանա, բայց այդ խեղճ հարիվը ծառայելու կանելու 6 ժամ։